Ծանոթացեք, հեռուստամարդիկ են և նրանց շեղել չի կարելի, ուղիղ եթերին վայրկյաններ են մնացել։ Զգուշ եղեք, առաջին նյութը չկա, մինչև հասնի։ Եթերում է կենտրոնի հերթական թողարկումն է, ես Մարիա Հակոբյանն եմ, բարև ձեզ։ Երբևէ մտածել եք, ձանձրալի, իսկ գուցե անգույն լիներ կյանքը, առանց գունավոր պատուհանի, որ հեռուստատեսություն է կոչվում։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանը։ Օպերատիվ, հակիրճ, հավաստի։ Քննարկենք կարևորը։ Ճիշտ գնահատենք իրավիճակը։ Ինքներդ մտածեք։ Սա իրականությունն է։ Ապրեք առանց կարծրատիպերի։ Հավատացեք, էկրանի հակառակ կողմում ամեն ինչ այնքան էլ հեշտ ու սահուն չէ, որքան երևում է։ Լինում է, սխալվում ենք։ Լուսանկարիչներ, ռեժիսոր, վայ, քո լեզուս փաթ ընկավ։ Իմանաս դիմաց շուտ 45 րոպե հետ է։ Գուշ։ Նույնիսկ եղան։ Ոչ։ Լրագրող Հակոբյան։ Ես եմ։ Իզմոտ։ Լսում եմ։ Լավ, այսքանը հերիք է։ Լինում է, պապանձվում։ Լումա եսիմ։ Տվել Լինում է, զայրացնում ենք զրուցակցին։ Գնահատեք հավաքականների արդյունքը։ Գնահատողը դուք։ Արա ես անողն եմ, դուք գնահատողը։ Լավ, կատարածը արդյունքը ինչպես կգնահատես։ Էլ ինչպես կգնահատեմ։ Լինում է, զայրանում։ Որսում եմ։ Գնացինք լավ։ Ձեր լավ խոսքերից հոգևորվում ենք։ Մեր շուտ ասեիք, որ մերոնցից եք էլի։ Կենտրոնն էլ շատ լավ հեռուստաընկերություն է։ Մի խոսքով, հեռուստատեսությունում մենք չենք ձանձրանում։ Wow, yes, my friends։ Ո՞ս հատ կոսնենք։ Դոմիկը մեկալեց, առավ եկավ, ուտայեք սպես։ Որտենային ուշքետ։ Համացանցի լայն տարածումը չի խարխլում հեռուստատեսության ամուր դիրքը, որի ավանդույթները նախորդ դարասկզբից են ձևավորվել։ 1907-ին Հովհաննես Ադամյանն առաջարկեց սև-սպիտակ համակարգը, իսկ 1925-ին էլ պատրաստեց հեռատես կոչվող առաջին արդեն եռագույն հեռուստացույցը, որ հետո դարձավ գունավոր հեռուստացույցի նախատիպը։ Կապույտ էկրանը հայերեն սկսեց խոսել 1956-ին, գունավորվեց 1971-ին, իսկ նոյեմբերի 21-ը ՄԱԿ-ը սահմանել է հեռուստատեսության համաշխարհային օր։ Էրմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։